Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ, բանացայնի եթերով և թիմադեդրի էջով ձեզի հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հայտարարի գետրոնական գրասենյակը ներկայացնեմ, թե օրինակի հայտարարի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ 29 եւ 30 նոյեմբերին Նեդերլանդներու Ալմելո քաղաքի մեջ գումարված է հայտարարի Եվրոպայի հանձնախումբերու խորհրդաժողովը, որ սովորաբար գումարվի 2 տարին անգամ։ Ավելի քան 2 տասնյակ մասնակիցներ, որոնք ներկայացնեին հայտարարի Եվրոպայի ամեն աշխուժ եւ քաղաքականապես ներգրավված հանձնախումբերը, վերակնահատած են նախընթաց ժամանակաշրջանի գործունեությունը, վերահաստատած են հավաքական պատասխանատվությունը, միջազգային համապատասխան աջակցություն ապահովելու Հայաստանի ներկա մարտահրավերները հաղթահարելու գործի մեջ։ Խորհրդաժողովի օրակարգը ընդգրկած է Բաքուի մեջ պահվող հայ բադանտներու ազատ արձակման համար դարվող շարունակական աչանքերը, ցեղային զդումի ենթարկված Արցախի հայերու պաշտպանությունը եւ հայրենի քաղաքական վերադարձի անօդարելի իրավունքը, Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Շեշտված նաև համայնքներու մեջ հայտարարի ծավալած մարզերու մեջ երիտասարդներու ներգրավումը ավելցնելու անհրաժեշտությունը։ Քննարկված եւ դատապարտված է Հայաստանի մեջ ժողովրդավարական գործընթացներու նահանջը, որ էաբես կդեկարացնե հոհիտա հայտարարի Եվրոպայի գրասենյակի ընթացիկ աշխատանքներուն արդյունավետությունը Հայաստանի հանդեպ միջազգային աջակցություն ապահովելու դիտանկյունեն։ Այս առիթով հոհիտա հայտարարի միջազգային հանձնախումբի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյան նշած է. Եվրոպան շատ կարևոր եւ յուրահատուկ դեր ունի հայտարարի ցանցի մեջ։ Շատ կարևոր է ամեն կնով համրաբնդել Բրյուսելի մեջ գտնվող կենտրոնական գրասենյակի եւ զանազան երկիրներու մեջ գտնվող դարաձայնային հանձնախումբերու արդեն իսկ աշխուժ աշխատանքը եւ ապահովել, որ անոնք կստանան համահայկական մեր ցանցին աջակցությունը եւ օգտարությունը։ Հայաստանի pedagogical հզորացումը, Արցախի իրավունքներու պաշտպանության, հայոց ցեղասպանության դնաչումին եւ անգեփոխող բանջարներու հարաճ մղումին, Սփյուռքի մեջ ապրող հայերու իրավունքներու պաշտպանության, ինչպես նաեւ հայ երիտասարդության միասնության եւ քաղաքական ներգրավվածության խթանումին ուղղված սերնակներու իրականացման գործի մեջ բոլորս կգրենք խորհրդաժողովի մեջ ընդունված որոշումներու իրականացման պատասխանատվությունը։ Հատուկ ուշադրություն հատկացված է օդարալեզու լրատվամիջոցներու հետ աշխատանքի բարելավումին, քննարկված են դարբերակներ ամբողջացնելու դեղեկատվական այն բացը, որ արգայի հայ ժողովրդի, հայոց եկեղեցու եւ Արցախի ժողովրդին արժեվ զարացած իրականություններու եւ մարտահրավերներու ու եվրոպական գարույցներու միջև։ Խորհրդաժողովի ավարտին հոհիտա հայտարարի Եվրոպայի գրասենյակի նախագահ Կասպար Ղարաբեդյան շնորհակալություն հայտնելով մասնակիցներուն անոնց անխոնջ աշխատանքին համար նշած է. Հայացքը գանցնի իր պատմության ամենեն վտանգավոր շրջաններեն մեկը, երբ հիմնական կարևոր հիմնարկները մնայուն սպանալիքի տակ են։ Այնուամենայնիվ, մեր այս հավատքի եւ հավաքական պատասխանատվության այն զգացումը, որ ան կներկայացնե, գրգին կընդգծե եւ կվերահաստատե մեր անսասան հանձնարարությունը մարտահրավերները դիմակայելու եւ զանոնք հաղթահարելու համար։ Հոհիտա հայտարարի Եվրոպայի գրասենյակի եւ առանցին երկիրներու հանձնախումբերու գործողություններու միջոցով կարևոր քայլեր ձեռնարկված են Արցախի հայության վերադարձի իրավունքի հարաճընթացին եւ Բաքուի մեջ բադանտ բահվող հայ քերիներու ազատ արձակման համար կդեղեկացնե հոհիտա հայտարարի Եվրոպայի գրասենյակը։ Աբարաշ թերթին դրված հայտարարության մեջ Արցախի թեմական խորհրդի ադենաբեդ Լեռնիկ Հովանիսյան նշեց, որ հայ արաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհուրդը չի բաժնեկցիր Արցախի թեմի առաջնորդ Վրտանես եպիսկոպոս Աբրահամյանի վերջին դիրքորոշումը եւ վարկակիցը, որոնք արդարացի թշկողություն եւ զայրույթ կհարաճացնեն ժողովրդին մոտ։
Վրտանես եպիսկոպոս Աբրահամյան անցնող օրերուն խումբը եպիսկոպոսներու հետ հանդիպում ունեցած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ 29 նոյեմբերի նույն խումբով մասնակցած էր ամենայն հայոց կաթողիկոսի նոր ընտրություններ կատարելու պահանջին։ Լեռնիկ Հովանիսյանի խոսքով 28 նոյեմբերին թեմական խորհրդի անդամները հանդիպած են առաջնորդին հետ եւ հորդորած են հայտարարությունը հրաբարակե եւ ներողություն խնդրե Արցախեն բռնի դեղահանված ժողովուրդեն։ Սակայն հրաբարակած հայտարարության մեջ ներողության որևէ թեվակերպում եղած չէ։ Հովանիսյան նշեց, որ թեմին առաջնորդը փաստորեն հրաժարած է ներողություն խնդրել եւ իր հաջորդ հայտարարություններով ժողովրդային վրդովմունքը ավելի խորացած է։ Ադենաբեդը ընդգծեց, որ հարաճիգային թեմական խորհուրդը պիտի ներկայացնե իր պաշտոնական հստակ դիրքորոշումը։ Գարջադեվ ընդմիջում է ետք Հոյիտա Արցախի պաշտոնատեր Աբարաժը հանդես եկած է հայտարարությամբ մայտնելով, թե այսուհետև պիտի շարունակի իր գործունեությունը առցանց հարթակներով։ Աբարաժ նշած է. Սիրելի ընթերցողներ, դեկտեմբերին սկսյալ կգործեն aparaj.am գայքը թիմադեդյան եւ տելեգրամյան էջերը։ Aparaj.am-ը պիտի շարունակի լուսաբանել բռնի երբով դեղահանված արցախցիներու ընկերային, քաղաքական, հասարակական, մշակութային հիմնախնդիրները, միջազգային եւ համահայկական իրավիճակության տակ Արցախի ժողովրդի իրավունքներու պաշտպանության աշխատանքները եւ անոնց համահայկական չանքերը։ Հետևումն 4-7 նոյեմբերին ամենայն հայոց կարեկին երկրորդ կաթողիկոսի դնորինությամբ դեղի ունեցած հոգևոր խորհրդի ժողովին քննարկումներուն 10-12 դեկտեմբերին դեղի պիտի ունենա եպիսկոպոսատ ժողով քննարկելու համար Հայաստանյաց Արաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները եւ ներ եկեղեցական կյանքին կապված հարցեր։ Յահգը երեք հայտարարեց Մինսկի գործընթացին եւ անոր հետ գաբ ունեցող գարույցներուն ավարտը նախարարներու խորհրդի որոշումին համաձայն, որ դրվեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմէ յահգի նախագահության ուղղված միացյալ դիմումին հիմամբ։ Արցախի հակամարտության ղեկավարման նպատակով ստեղծված եւ Ֆրանսայի, Միացյալ Նահանգներու եւ Ռուսիոն համանախագահությամբ գործող այս խումբին լուծման պահանջը Ադրբեջան ներկայացուց իբրև խաղաղության համաձայնագիրի նախասորակրության պայման։ 8 օգոստոսին Մինսկի խումբի լուծումը նախադեсվեցավ Թրամփ-Փաշինյան-Ալիև Վաշինգտոնի երագոմը ճակագիրի երկրորդ կետով։ Հայաստանի եւ Ադրբեջանի գարդակին գործող նախարարները լուծման թիմումը սորակրեցին եւ անցնեցին յահգին, նաեւ գոչ ուղեցին մասնագետ պետություններուն ընդունելու որոշումը։ Հայտնենք, որ յահգի անդամ 57 երկիրներեն որևէ մեկը արարգություն չներկայացուց։ Հոյթա բյուրոյի անդամ եւ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Քալստյան թիմադեդրյան կրառումով 3 նշեց։ 1 դեկտեմբեր 1989-ին սկիզբ առավ հայոց պատմության մեջ նոր արժանապատվության զարթոնքի մեկնարկը։ Հայաստանի Քերակույն ժողովը եւ Արցախի ազգային խորհուրդը ճանչնալով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ինքնորոշման փաստը հրճագեցին խորհրդային Հայաստանի եւ Արցախի վերամիավորումը։ 1 դեկտեմբեր 2025-ին Վիեննայի մեջ յահգը հայտարարեց Մինսկի գործընթացին եւ անոր կապված բոլոր գարույցներուն փակման լուրը։ Հայաստանի ներկա վարչախումբին թիմումով Արցախի հարցին եւ Արցախահայության իրավունքներուն թաղումն է, այս եւ միջազգային օրագարկեն այս հարցին ճնճումն է։ Այս նաեւ ցեղասպան Ադրբեջանի միջազգային օրինականացումն է Հայաստանի ցերկով։ Ըստ էության 3000-ամյա հայկական Արցախի քաղաքական մահվան վկայականն է այս։ Այն ինչ որ ցերկբերված է հազարներու արյունով եւ նվիրումով թաղվեցավ Ալիևի եւ Փաշինյանի համագործակցությամբ եւ ոչ մեկ բադահականություն նույնիսկ օրը ընդրված է ազգային նվացման եւ ցավի հաշվարկումով ազգային ամոթի դարեկրության եւ եւս մեկ խարան Հայրենի հրաբարակ թերթը կգրե Արցախի թեմի առաջնորդ Վրտանես եպիսկոպոս Աբրահամյանի եկեցվածքը վրդովմունք առաջացուցած է արցախցիներու մոտ Վրտանես եպիսկոպոս այն 10 եպիսկոպոսներն է, որ ընդունեց Նիկոլ Փաշինյանի գրոնքը եւ վեհապարին թեմ դուրս եկավ։
Արցախի գործիչները միջոցներ կփնտրեն Վրտանից եպիսկոպոսը թեմական առաջնորդությունն զրկելու համար։ Գարկմը արցախցիներ կառաջարկեն Արցախի թեմի առաջնորդարանին մոտ փողոքի ցույց կդարել, սակայն քաղաքական գործիչներ եւ Արցախի թեմական խորհուրդը չեն ողջունած նման գաղափարը։ Կգարձեն, որ այդ ֆիսով կշարունակեն Փաշինյանի սկսած գործը միջամտելով եկեղեցու ներքին գործերուն։ Թեմական խորհուրդը 5 անդամներ է կազմված, ընդ որում Արտաքին գործոս նախկին նախարար Գարեն Միրզոյան, մշակույթի նախարար Լեռնիկ Հովաննիսյան, Բիդիթիմեն վեհապային, թե կհրաժարին Վրտանից եպիսկոպոսի հոգևոր առաջնորդությունն եւ կխնդրեն քայլելու սերնարգել։ Քաղաքական խավը գուզե անտիբիլ թեմի առաջնորդին հորդորել ներողություն խնդրել արցախցիներեն, ինչ որ չէ կդարած ան գկրե հրաբարակ թերթը։ Քորձարար Սամուել Գարաբեդյան գալանավորում են ետք վերջին 5 ամիսներուն 19 թիմումով ներկայացուցած է Հայաստանի Թադական Զանազան ադյաններ, բահանջելով հերքել իր հասցեին հնչած այն դեղեցությունները, զորս կնկատե զրբարտություն։ Բոլոր գործերով ան բարձրացուցած է փարոյական փոխհատուցման հարց, հիմնականին մեջ 9 միլիոն դրամի մոտ $24,000 գումարով։ Ասկային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ Հայկ Քոնջորյան, Արսեն Թորոսյան, Նիկոլ Փաշինյանի մամլոքարդուղար, Նազելի Բաղդասարյան, Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դարոն Չախոյան, իբրև քաղաքակետ ներկայացող Հարություն Մգրչյանի, Ռուբեն Մեհրաբյանի, Լևոն Շիրինյանի, Ազատ Արշակյանի, բլոգերներ Ռոման Բաղդասարյանի եւ Լուսինե Քեսոյանի դեմ բանջելով հերքել զրբարտություն նկատող դեղեցությունները եւ ներողություն խնդրել վիրավորանքին համար։ Առանցին խնդրանքով ներկայացուցած է նաեւ քաղաքացիական պայմանագիր գուսակցության դեմ։ Ընդ որում Գարկմը անցերու հանդեպ Գարաբեդյանի քանի մտիմում ներկայացուցած է։ Իրանակետ Վարդան Ոսկանյան գկրե Պետք է փաստել, որ հայ արաքելական եկեղեցին այս երկու օրերուն մեկ անգամեն կանիմը հագահարված հաստուց Փակրատ եւ Միքայել arczepiskopոսներու բնորոշումով հերցված օներուն։ Նախ Փակրատ եւ Միքայել սրբազաններու խիստ եւ աստուն նամակները այնուհետև Մգրդիչ սրբազանի նամակը գալանավայրեն Արշակ սրբազանի Մամլո ասուլիսը երկու թեմերու հոգեվորականներու հայտարարությունները եպիսկոպոսական ժողովի գազմագերբման մասին լուրը եւ այլն։ Չափազանց կարևոր է նաև միջազգային մամլո ուշադրության կենտրոնը գտնվող Բոլիսեն ընչած Հռոմի Բաբին եղբայրական ողջունը ԱՄՆ հայոց հայրաբեդին ինչ որ կհաստատե, որ աշխարհի ԱՄՆ մեծ քրիստոնեական եկեղեցին դիեզերական համերաշխության ոգիով արաքելական մեր սուրբ եկեղեցու վեապար կարեկին երկրորդ կաթողիկոսը կշարունակի ճաշնալ Թաթեոս Արաքյալի հիմնած եւ Գրիգոր Սավորիչի վերընսյուղած աթորիկը հագալ։ Հայ արաքելական եկեղեցին մոտ 2000-ամյա իր պատմության ընթացքին անցած է բազմաթիվ փորձություններ, իսկ այս մեկը շատ դժվար հանգրվանները մեկն է, որ ամենայն հայոց կաթողիկոսությունը գրնա եւ պետք է հաղթահարի ամբողջ հայության օգնությամբ եւ աջակցությամբ, որովհետեւ խնդիրը կվերապերի մեր բոլորին ազգային իդության, բահբանության եւ դեվագանության գնշե Վարդան Ոսկանյան։ Հայաստանի արտաքին գործոց նախարարությունը հայտնեց, որ Հայաստանի եւ Թուրքիո համապատասխան pedagogan վարչությունները ներկայացուցիչները 28 նոյեմբերին սահմանի Ախուրիկ Աղքիակը անցագետին եւ Գյումրիի մեջ հանդիպում ունեցած եւ քննարկած են Գյումրի Գարս երկաթուղիի վերականգնումին եւ շահագործման կարելիությունները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան հոկտեմբերին հայտարարած էր, որ Թուրքիո հետ Հայաստանի ծավալած դրական երկխոսությունը հույս կուտա, որ հետակային կրնապացվիլ Հայաստան-Թուրքիա սահմանը։ Հարկելի ունգընտիրներ, վանացյանի եթերով եւ թիմադեդրի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Սեզի հետեին Սանի աղորդավար Անտոնին, Սելին եւ Գրիգորը։ Մնացեք միշտ վանացյանի ունգընտիր։